շունուշանգյալ արտահայտությունը օգտագործել են ընդդիմության ներկայացուցիչները, կոնկրետ ուժեղ Հայաստան կուսակցության պատասխանատուները եւ դա բացահայտվել են հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեղեկատվությամբ եւ շատ պարզ բան եմ ասել, երբ որ հանրությունը տեսնում է, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը իր քաղաքական տրամաբանության մեջ մտնողներին անվանում է շունուշանգյալ եւ բոշա, ես ասում եմ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես մտածեմ, որ դրանից հետո մարդիկ քվեարկելու են այդ կուսակցության օգտին, որովհետեւ ըստ էության ուժեղ Հայաստան կուսակցությունը մարտահրավեր է նետում մարդկանց իրենց օգտին քվեարկելով ինքնահայտարարագրվել որպես այդպեսին եւ ես ասում եմ, որ ես չեմ հավատում, որ Հայաստանի Հանրապետությունում կան նման քաղաքացիներ, ովքեր պատրաստ են այդ պիտակավորումը վերցնել, կուլ տալ եւ մարսել։ Եվ հետեւաբար իմ կանխավարկածը այն է, որ այդ կուսակցությունը 5%-անոց կամ չգիտեմ դաշինք են թե կուսակցություն արգելքը չի հաղթահարելու խորհրդան մտնելու համար։